Բարև ձեզ, սիրահարագիսեն, այսօր ինձ հետ է միջազգայնագետ դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։ Բարերարով բարոն Հայկ, ինչպե՞ս եք։ Ձեզ չեմ կարող ասել թե լավ, ելնելով այն ամենից, ինչ գալիս է մեր գլխին եւ գալու է։ Հասկանալի է։ Լավ, գիտեմ որ դուք ոչ թե հորերես եք, այլ երավաշտ եք եւ գիտեմ որ շատ լուրջ է մեր իրավիճակը։ Այսօր քիչ մարդ լսեցինք որ Բարսկաստանի նախկին նախագահ Ահմադինեժադը նաեւ մահացած է։ Այն նախագահը որ կսպառնալ Իսրայելը փոշի վերածել, աննախընթաց հարցակում որ կա ըստ երևույթին եթե Լիբանանի դարբերակը հիշենք Իսրայելը ինչպես նշեցիք շատ վճռական էր եւ Հիզբուլլային ամբիսի հարվածներ հասցուց որ չի կարողանում դերևս 100 տարի հետ Հիզբուլլան վերականգնել արդյոք Իսրայելը վերջնական վճռական որոշած է որ Պարսկաստանի ռեժիմը պիտի փոխարինվի։ Տեսեք, հрьяաների եւ հայերի միջև կա մի ահռելի տարբերություն։ Հрьяաները շատ մանրակրկիտ պլանավորում են ամեն ինչ եւ շատ վճռական են իրենց պատմական խնդիրները լուծելու հարցում։ Մեր պարագայում կարծում եմ ճիշտ հակառակն է, իմ սուբյեկտիվ կարծիքն է կամ գուցե օբյեկտիվ։ Եվ Համաձայն եմ եթե ձեզ։ այդ եւ սկսեցին, տեսանք, եւ սա շատ երկար են պլանավորել, եւ եթե սկսեցին էսկալացնել նաեւ, այսինքն բարձրացնել կոնֆլիկտը նորանոր աստիճանների եւ մակարդակների եւ արեցին այն ուղով եւ մեթոդներով, որով միշտ են արել, այսինքն ինչպես Հիզբալլայի դեպքում, ինչպես Համասի պարագայում արեցին, երբ հարվածում են անխնա բոլոր ուղղություններով եւ վերացնում են բոլոր պոտենցիալ առաջնորդներին, նույն ծրագիրը Իրանի պարագայում է, որը արդեն ոչ թե պետական գործոն է, ինչպես non-state actor, ինչպես ասում են, ինչպես Համասի կամ Հիզբալլայի պարագայում էր, այն հենց պետական գործոն է, պետություն է։ Եվ եթե դա անում են 2000 կիլոմետր հեռու եւ անում են այս ուղով, ակնհայտ է, պիտի հիմար լինել չհասկանալու համար, ես հասկանում եմ, որ տասնյակ հազարավոր հիմարներ կան ամենուր, բայց պետք է բացարձակ հիմար լինել, որպեսզի չհասկանալ, որ Իսրայելի պլանը, ես չեմ ասում, որ դա կիրականանա ամբողջությամբ, կարող է եւ չիրականանա, կարող է եւ իրականանա, բայց ակնհայտ է, որ պլանը Իրանում իշխանափոխության հասնելն է։ Իսրայելը չունի պլան ցամաքային օպերացիա իրականացնելու, Միացյալ Նահանգները չունի ցամաքային օպերացիա, դա խելագարություն կլիներ եւ իրենք խելագար չեն։ Իրենք ունեն պլան իշխանափոխություն իրականացնելու Իրանում եւ Իրանում ստանալու իշխանություն, որը կլինի Իսրայելի եւ Ամերիկայի դաշնակից, ինչպես 47 շուրջ 50 տարի առաջ էր։ Հետևաբար այս ամբողջ օպերացիան գնում է դեպի դա։ Մենք կարող ենք այդպիսի բաներ կռահել նաև Թրամփի մեսիջներից, բայց թե ինչպիսին կլինի Ամերիկայի դիրքորոշումը դեռևս պարզ չէ։ Հիմա Իսրայելը անչափ վճռական է, Իսրայելը չի ուզում զինադադար, Իսրայելը չի ուզում հասցնել սեփական հարձակումը, Իսրայելը ունի պլան եւ ծրագիր, որով կետ առ կետ շարժվում է առաջ։ Շատ շիրակ է։ Բարոն Մարտիրոսյան, դոկտոր Մարտիրոսյան, սակայն ես իբր լիբանանցի գուրախանայի եթե Բարսկաստանի ռեժիմը ինար, սակայն իբր հայաստանցի ադինձի համար զարուրելի դարբերակ է։ Նախ սկսենք ավելի այսպես ըստ երևույթին Լիբանանի իմ զինագիստներս որոնք Բարսկաստանին հանդեպ հատուկ ադրություն ունին հասկանալի պատճառներով, որտեղ Հիզբուլլայից երկով Լիբանանը բոլոր անգայուն դարձել Բարսկաստանը։ Սակայն իրենց վերլուծումներուն քիչ համաձայն չեմ ըստ երևույթին Բարսկաստանը ատկանատուրին բادر չէ, որովհետև գտեսնենք հարվածները, որ բավական ուժեղ են կամ արդյոք ադիգա գեղձիկ է, ուզեմ ցեր մարտավարական գարձիկը։ Շատ լավ, տեսեք, չի կարելի այս պատերազմը դատել ռումբերի եւ հրթիռների հարվածների ուժգնությամբ կամ թիրախների քանակով կամ թիրախների ոչնչացվածությամբ։ Դրանք շատ կարևոր գործոն են, բայց դրանք հիմնական գործոնը չեն։ Հիմնական գործոնը եւ պատերազմի հիմնական փուլը դեռ չի սկսվել։ Սա նախապատրաստական աշխատանքն է երկիրը ներսից ցնցելու համար։ Ակնհայտ է, եւ սա Իսրայելը ինքը հրաշալի գիտե, որ ռազմական ուժով 2000 կիլոմետր հեռվից կամ անգամ Իրանի երկնքում
երկնքից հնարավոր չէ Իրանի պես պետությանը ծնկի բերել։ Հնարավոր չէ անգամ ահաբեկչական կազմակերպություններին ամբողջությամբ ծնկի բերել օդից։ Ուր մնաց թե պետությանը, Իրանի պես պետությանը։ Հետևաբար իսրայելցիները հստակ հաշվարկել են եւ հստակ հասկանում են, որ իրենց նպատակին հասնելու համար սա ընդամենը առաջին փուլն է։ Երկրորդ փուլը երկիրի իշխանությունը ներսից տրոհելը 90, սա Այո, կռահելու այն աստիճանն է, որ կասկած չկա արդեն այնքան կռահելի է դա, որ երկրի ներսում ունեն հսկայական գործակալական ցանց, ունեն աջակիցներ, պատրաստել են այդ ամենը, ինչպես ասում են sleeper cells, այսինքն քնած բջիջներ, որոնք ակտիվացվում են ակնհայտորեն եւ ամենայն հավանականությամբ, եւ նաեւ փորձում է ճաքեր առաջացվել ռեժիմի մեջ, գլխատվում ռեժիմը, իշխանությունը Իրանի եւ փորձ է արվում ճաքեր առաջացնել պետական ապարատում, մյուս կողմից փորձ է արվում Իրանի ժողովրդին, մասնավորապես երիտասարդությանը հանել իշխանության դեմ եւ դրա համար հարվածները դեռևս շարունակվելու են։ Մի կողմից իշխանությունն է տուլանում, մյուս կողմից ժողովուրդը չի ցանկանում տուժել։ Այդպես է հաշվարկը, որ չի ցանկանա տուժել իշխանության արտաքին քաղաքականության պատճառով եւ դուրս կգա իշխանությանը փոխելու մանավանդ շատերը կարծում են աշխարհում, որ Իրանում կա լուրջ դժգոհություն սեփական իշխանությունից։ Այո, սա քարին գրված չէ, սա կարող է եւ ըստ Իսրայելի այս պլանի չգնալ։ Ամեն բան կարող է։ Բայց մենք պիտի հասկանանք, որ այսօր մենք գործ ունենք աշխարհի ամենաբարդ եւ ամենավտանգավոր կոնֆլիկտներից մեկի հետ, որովհետեւ սա տարածաշրջանային լրջագույն հետևանքներ կարող է ունենալ ամենաառաջին հերթին Հայաստանի համար։ Եվ ինչպես նշեցիք, Հայաստանի գլխին մութ ամպեր են կուտակված, բայց գիտեք ինչ կա, Պետրոս, մեծ հաշվով, եթե դու որոշել ես ինքդ քո կյանքին վերջ տալ, ինչպիսի որոշում որ ընդունել է Հայաստանը, ինչ ուզում ես արա, քեզ ոչինչ չի փրկելու եւ կգա առաջին իսկ պատահած, որից դու չես կարողանա քեզ ապահովագրել եւ չես էլ ուզենա ապահովագրել, որտեղ քո նպատակը քո կյանքին վերջ տալն է, ոչ թե ապրելը։ Հիմա Հայաստանը եւ հայ ժողովուրդը ունեն ընդունած որոշում։ Իրանը չէր կարողանալու զսպել միևնույն է։ Հիմա կլինի նոր իշխանություն Իրանում, թե չի լինի նոր իշխանություն, կլինի այս հին իշխանությունը, կտապալվի այս իշխանությունը, թե չի տապալվի։ Իրանը բոցերի մեջ կլինի, թե չի լինի, Հայաստան չի լինելու, ընդհանրապես ժամանակի խնդիր է։ Հիմա ժամանակը, այո, կարող է լինել հաջորդ շաբաթ, կարող է լինել այս շաբաթ Հայաստանի վերջը, որևէ մեկը չգիտի։ Հայաստանի ղեկավարը գնում է Թուրքիա, վերջնական ամենայն հավանականությամբ եւ ինվելուծությամբ վերջնական հրահանգներ ստանալու իմ բնորոշմամբ իր ղեկավար Թուրքիայի նախագահից հայ-ադրբեջանական փաստաթղթի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կազմ ինտեգրացման համար։ Սա իմ վերլուծությունն, իմ եզրակացությունն է։ Հիմա այս ֆոնին Ադրբեջանը կհարձակվի վաղը, թե կհարձակվի 1 տարի հետո, սակայն ինչ տարբերություն։ Հասկանում եք, ինձ համար արդեն միևնույն է։ Նույն առումով օրինակ եկեղեցու հետ այս պատմությունը, դրան իհարկե ես առանձին կանդրադառնամ։ Եկեղեցին արդեն իսկ ինքն իրեն կործանել է, ժողովուրդն էլ թքած ունի այդ եկեղեցու վրա էլ, իր ճակատագրի վրա էլ, երկրի վրա էլ, հայրենիքի վրա էլ, ամեն ինչի վրա էլ։ Հիմա այդ եկեղեցին կկործանվի Փաշինյանի հարվածների տակ, թե Գարեգինի գահին մնալով կդառնա թիրախ Գարեգինի միջոցով, թե չի լինի այդպես, կկործանվի այլ ճանապարհով։ Սակայն ինչ տարբերություն, ինչպես ասվում է անեկդոտում, հա։ Միևնույն է, արդյունքը մեկն է, մեծ հաշվով։ Կա մի բան, կա հայ ժողովրդի որոշում սեփական ճակատագիրը հանձնած լինելու Նիկոլ Փաշինյանին եւ կա Նիկոլ Փաշինյանի ակնհայտ հեշտորեն կռահելի բոլորիս համար որոշում Հայաստանը ինտեգրելու Թուրքիայի եւ Ադրբեջանի կազմում։ Հայաստանը ապա հայկականացնելու։ Մնացած ամեն ինչ պոեզիա է, պրոզա է, օպերա է, հեքիաթ է, ինչ ուզում եք։ Ամեն ինչ կարևոր չի։ Եվ եթե սա կա, այսօր եղավ Իրանի պատերազմը, չէր լինի Իրանի պատերազմը, վաղը կլիներ մեկ էլ բան։
Բայց Իրանի պատերազմից օգտվելու են նաև Թուրքիան եւ Ադրբեջանը։ Անպայման փորձելու են իրենց կցել Ատրպատականը թրքախոս ազերիներով բնակեցված եւ միաժամանակ անպայմանորեն փորձելու են հատել եւ վերցնել Զանգեզուրի միջանցքը։ Դա տեղի չի ունենա միայն մի պարագայում, եթե Թրամփի վարչակազմը դա կանխի։ Ես վստահ չեմ, որ Թրամփի վարչակազմը ժամանակ կամ զուտ գեղեցիկ հայերենով ասած հավես կունենա կանխելու կամ դրանով կզբաղվի կամ հավես կունենա զբաղվելու, բայց եթե դա տեղի ունենա, Հայաստանի կյանքը մի քիչ էլ կձգվի, բայց Հայաստանը չի լինելու, Հայաստանը դատապարտված է շատ պարզ պատճառով, որտեղ Հայաստանը հանգիստ ինտեգրվում է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դրա համար եկեք մեծ պատմություն չդարձնենք Հայաստանի ճակատագրի առումով, իսրայելա-իրանական պատերազմը եւ այդ պատերազմի spillover, ինչպես ասում են, թափվելը, արտաթափվելը դուրս դեպի Հայաստան, դեպի այլ հնարավոր երկրներ։ Դա միևնույն է ժամանակի հարց է, այսօր թե վաղը։ Այսօր կլինի կամ չի լինի Իրանի սցենարով, վաղը կլինի մեկ այլ սցենարով, ուղղակի ադրբեջանական կամ թուրքական հարձակումով։ Ադրբեջանցիները եւ թուրքերն ընդհանրապես մշտապես փնտրում, պլանավորում եւ սպասում են հարմար պահի սեփական գործողությունները ձեռնարկելու եւ սեփական մաքսիմում ծրագիրը իրականացնելու։ Հայերը եւ Հայաստանը մշտապես սպասում են դիմացինի կողմից իրենց նկատմամբ նրանց ծրագրերը իրականացվելու եւ դրանց արդյունքներին։ Մեծ հաշվով ոչ մի բան չեն սպասում, թքած ունեն ամեն ինչի վրա։ Հիմա այս համատեքստում ինձ համար արդեն ծիծաղելի են այն վերլուծությունները քաղաքական, որ արվում են դաշտում եւ այլ։ Ես էլ եմ անելու վերլուծություն, ասենք վաղը կամ մյուս օրը էլի, բայց դա ծիծաղելի է մեծ հաշվով, որտեւ ինչ ուզում ես խոսիր, ինչ ուզում ես բարբաջիր, արդյունքը մեկն է։ Ուղին շատ հստակ չի փաստացիորեն։ Ցավալիորեն, ողբերգականորեն, բայց դա ողբերգություն է իմ եւ ձեր համար, ոչ բոլորի համար։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ կա մի գիծ, հիմա թե Իրանում ինչ է լինում, ինչ չի լինում, այո, համաշխարհային տեսանկյունից շատ հետաքրքիր օրինակ է եւ դա ապտակ է մեզ, թե ինչպես կարող է մի փոքր պետություն 80 տարվա ընթացքում անապատից վերածվել, ընդ որում Հայաստանից էլ փոքր պետություն տարածքով, վերածվել արդեն համաշխարհային գերտերության, որն իրենից 30 կամ 20 անգամ գուցե մեծ եւ խոշոր պետությանը ձեռնոց է նետում, ձեռք է բերել իր համար 1 աշխարհի պետությանը որպես դաշնակից եւ փորձում է ոչնչացնել իրեն խոսքերով սպառնացող իշխանությանը մեկ այլ պետությունում։ Այդ դա է ությունը, այդ դա է պետական մտածողությունը, այդ դա է հայրենիք սիրող ազգը։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում կա հակասեմիտիզմի սարսափելի նոխի մի ահռելի երևույթ, այսպես շատ տարածված։ Եվ դա ինձ ավելի է ցավ պատճառում, որովհետև ես հասկանում եմ, որ փոխանակ սովորելու հրյաներից շատ շատերի ուղեղը լցված է աղբով, հակասեմիտականության աղբով։ Եվ սա երկար ժամանակ գաղտնի են պահել շատերը եւ չեն բարձրացնել, բայց դա փաստ է։ Փոխանակ սովորելու այս աշխարհի ամենաարժանապատիվ ժողովուրդներից եւ ես ճիշտ ընկնեք, ես բացարձակապես կողմ չեմ բռնում հիմա։ Ես արձանագրում եմ առանձին փաստեր։ Ես կարող եմ նաեւ խոսել մասին, թե ինչպես իրաները ռազմական տեսանկյունից որոշակիորեն զարմացնում փորձագետներին իրենց պատասխանների առումով, իրենց հրթիռների շատ ավելի արդյունավետ լինելու առումով, քան կարծում էին մասնագետները։ Այսինքն օբյեկտիվորեն պիտի այստեղ չեզոք տեսանկյունից նայենք որոշակիորեն, բայց այն որ Հայաստանում համընդհանուր ինչ որ տենդենց է նկատվում պաշտպանելու կողմերից մեկին եւ թշնամաբար լցվելու մյուս կողմին, այն կողմի հանդեպ, որից պիտի սովորեին վարքագիծ, այստեղ կա մեծ ողբերգություն, որ փոխանակ սովորելու, փոխանակ կապկելու բառացիորեն, եւ ես այս մասին խոսում եմ տարիներ շարունակ, կա ատելություն շատերի մոտ, ցավալիորեն։
Սա ավելի մեծ երևույթն է եւ այստեղ է նաեւ արմատը նրա, թե ինչու ենք մենք հանձնվելով անընդհատ ոչնչանում պատմության մեջ, իսկ չհանձնվող վճռական փոքրիկ ժողովուրդները եւ ձեռք են բերում դաշնակիցներ եւ կարեւոր են դարձնում իրենց այդ դաշնակիցների համար եւ դաշնակիցներին ունենալով թիկունքում նաեւ նույն կատարում են տարածաշրջանային գործողություններ, իսկ սրանով Իսրայելը վերածվում է տարածաշրջանային տերությունից տերություն անգամ աշխարհային տերության։ Իսրայելն այլևս իր ռազմական կշռով եւ քաշով պատկերավոր ասեմ, թերևս շատ ավելի ծանրակշիռ եւ հզոր է, քան Ավստրալիան, որ մի մայրցամաք պետություն է։ Էլ չխոսեմ իր ռազմական եւ հետախուզական պոտենցիալի եւ որակների մասին։ Այս սրա մասին պիտի մտածեին հայերը։ Բայց մենք ինչ ենք անում, դուրս եկեք Երևան քայլեք, կաֆեները լիքը ու տասարդությունը թքած ունի ամեն ինչի վրա, աղջիկները իրենց լեն փոշ թումբան շալվարներով փողոցներում ծփում են երիտասարդները, բացարձակ անհոգություն տղամարդկանց մոտ, տղաների մոտ, բացարձակ անհոգություն ամեն ինչի վերաբերյալ։ Եվ ես արդեն ցավել չունեմ այս ամեն ինչի հետ կապված։ Ում համար ցավամ։ Ինչի համար։ Իմ միակ ցավը իմ հայրենիքի եւ իմ հողի եւ իմ մշակութային ահռելի հարուստ ժառանգության եւ իմ ազգային ինքնության անխուսափելի կորուստն է այլևս։ Դա է իմ միակ ցավը։ Ես ոչ մեկի եւ ոչնչի համար այլևս չեմ ցավում։ Բարոն Մարտիրոսյան, շատերը պիտի եւ ես ցեզի հարց պիտի հայերը այս վիճակի մեջ ինչ կարող են անել, չունեն զինագից, պաստորեն, վերջին ուժը որ համանականություն գար եւ չգար որ իրենց լինեցու կատնի Բարսկաստանն է որ արդեն այսօր մի խորդակվի։ Ռուսաստանը Հայաստանի արդեն վաղուց տկազուն դժբախտաբար ասպարշեմ ծեր սակայն այս է վիճակը։ Եվրոպան եւ Արևմուտքը եւ Ամերիկան իհարկե ինչու պիտի հետաքրքրվին Հայաստանով հայերս մենք կսիրենք երկեր որ մենք առաջին հայ ազգն ենք քրիստոնյա դարձելով ադի մեծ նշանակություն եւ մենք քրիստոնյա ենք պետք է մեզի արևմուտքը մեզի օգուտան հասնի կամ մարդկային իրավիճակ կգտնեն Հայաստանը ինչ կարող է անել ասենք եթե մի հրաշքով այս բոլորը փոխենք եւ ունենք մեր ազգային ընդրանք ունենանք ինչպես կարող ենք այս վիճակի դիմակրավել Բոլոր խաղակարտերը սեղանին են, բոլոր հնարավորությունները կան հատկապես հիմա Հայաստանի համար դառնալու շատ կարևոր եւ լուրջ պետություն։ Դա հեքիաթի ոլորտից է, դա չի լինել։ Չի լինել ժողովրդական, հասարակական մտածողությունը մանավանդ հիմա այս չեղած ժամանակում չի կարող փոխվել եւ դառնալ իրավիճակը չգնահատողից իրավիճակը գնահատող մտածողություն։ Դա չի կարող տեղի ունենալ։ Եթե դա տեղի ունենար, այդտեղ է բանալին։ Բոլոր հնարավորությունները կօգտագործվեին հնարավորությունները ճիշտ օգտագործելու համար։ Փոխարենը մենք ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որևէ հնարավորություն բաց չենք թողնում աշխարհի բոլոր հնարավորությունները բաց թողնելու։ Մենք այդ բոլոր հնարավորությունները բաց թողնելու օգտագործում ենք։ Այսինքն թքած ունենք ամեն ինչի վրա։ Դու չես կարող մի մարդուն, որը թքած ունի ամեն ինչի վրա, դարձնել խիստ պլանավորող, մտածող եւ այլն, մարդը չի փոխվում։ Առավել եւս մեր պես հասարակությունը չի փոխվում, ազգերը փոխվում են, ժողովուրդները փոխվում են, հասարակությունները փոխվում են։ Մենք չենք փոխվում։ Մենք աշխարհի ամենաչփոխվողն ենք։ Ինչպես կանք, ինչպես մտածում ենք, այդպես փոխվում ենք։ Եվ եթե փոխվում ենք, հաստատ դեպի պրոգրես, դեպի առաջ խաղացում չենք փոխվում։ Հաստատ։ Հետևաբար Պետրոս, ես արդեն ինձ համար անհետաքրքիրել է ինչ որ տարբերակներ առաջարկել, որտեվ եթե ես գիտեմ, որ դա Սերունդին գապնա շատ վատ է